Նայեք, եթե ծոմապահության ժամանակ քո նպատակը նիհարելն է, ես կարծում եմ դա ծոմապահության ճիշտ շարժառիթ չի։ Եթե դու ծոմապահության ժամանակ նիհարում ես, սա նորմալ է։ Այսինքն, եթե երկարատև ծոմապահություն ունես կամ ոչ թե միայն շատ օրերով, այլ պարբերաբար եւ նիհարում ես, դա նորմալ է։ Բայց եթե քո շարժառիթը նիհարելն է եւ քո համար, այդպես մարդիկ ասում են, համ նիհարում ենք, համ ծոմ ենք պահում, հենց երեկ էինք խոսում այս խմբակներից մեկի ժամանակ խոսում էինք այս թեմայով, եթե նիհարելն է քո շարժառիթը, դա ծոմապահություն չի։ Նիհարի, դիետա պահի, իհարկե շատ դիետաներ կան, որ ավելի շատ վնասում են, բայց խնդիրը դա չի, դա քո անձնական որոշումն է, եթե դու ուզում ես քո կազմվածքը ավելորդ ճարպից ազատես, խնդրեմ, բայց այսպես հետնել ծոմ ենք պահում, դա արդեն ճիշտ չի։ Ծոմապահությունը պիտի առաջնային ունենա հոգևոր նպատակ։ Եվ դու արդեն շատ կշռվել է հենց խոսում ա դրա մասին, որ քո ուշք ու միտքը ավելի շատ քաշը գցելն է, քան հոգևոր ծոմապահության հոգևոր պտուղները, հոգևոր արդյունքները։ Սա արդեն շարժառիթի հարց է եւ ճիշտ կլինի մարդը քննի իրեն եւ իր ցանկությունը նիհարելու այդպես ձեռի հետ չներկայացնի որպես ծոմապահություն։ Անկեղծ լինենք, ուղիղ լինենք, ուզում եք նիհարեք, բայց ծոմապահությունը նիհարելու համար չի, ծոմապահությունը քո մարմնի ցանկությունները զսպելու վարժանք է, ծոմապահությունը այս աշխարհի մագնիսներից, քաշող գայթակղություններից կտրվելու եւ Աստծո հետ մտերմանալու միջոց է։ Սա է ծոմապահության նպատակը։